Բարի երեկո, սիրելի հետևորդներ ջան, ես դեռևս սպասողական վիճակում եմ, թե երբ հետաթևս գալու, ինձ հասնելու։ Այս ընթացքում միմյանց զանգում ենք, իմանում ենք, թե որտեղ է հասել, երբ տեղ կհասնի, ու մոտ 2 ժամ դեռևս ճանապարհ է գալու։ Ես էլ ուրախ սրտով սպասում եմ։ Ու ինչպես որ ինքն է ինձ հարցնում, թե ինչ եմ ուզում, որ քաղաքից իմ համար բերի, ես էլ եմ իրեն հարցնում, թե ինչ է սրտով ուզում, որ պատրաստեմ։ Տաթևս ինձանից ջրե տորթ է ուզել, ու ես էլ արդեն հասցրել եմ որոշակի պատրաստությունները տեսնել արդեն, ընթացքի մեջ եմ տվել։ Այն 2 կիլոգրամ նորը, որ այսօր գնել էի, հասցրել եմ արդեն մաքրել, ու այս էլ սիրուն, կարմիր, փայլուն, քաղցր, նռի հատիկներ եմ ստացել, մեր տեղական նորն էր և բոլորը որակով։ Կա չէ սենց, որ մի բան ենք վերցնում մեր ձեռքը, հետո քաշը որոշում ենք և երբեմն էլ ճիշտ ենք դուրս գալիս։ Հիմա ես այստեղ զգում եմ, որ մոտ 1 կիլոգրամ ու կես նռի հատիկներ կա, համենայն դեպս։ Հիմա ասեմ, թե հյութը ինչպես եմ պատրաստել։ Դեղցի կոմպոտ եմ բացել և 1 բաժակ շաքարավազով եռացրել։ Հիմա սպասում եմ, թե երբ է հովանալու, որ հավաքեմ։ Ժելատինն եմ բացել, արդեն հասունացել է, գնացել եկել եմ, խառնել եմ և փշրվել է։ Այդ ընթացքում նույնպես ինքը հասունանում է, երբ որ այսպես իրենով զբաղվում ենք։ Ահա, բարձրացնեմ, տեսքը ցույց տամ, այսինքն սիրուն տեսք ունի։ Անուշ ֆիրմայի դոնդողն եմ օգտագործում, սիրելի հետևորդներ ջան, և գրեթե միշտ ձեռքի տակ պահում եմ, քանի որ թե ես և թե տաթևը շատ ենք հավանում ժելե տորթերը։ Կարողանում եմ տարբեր ձևերով պատրաստել, և եթե կցանկանաք մի հանգիստ օր, հատուկ վլոգս դրան կնվիրեմ, կարող եք գրել ինձ այդ մասին։ Հիմա, սիրելի հետևորդներ ջան, ժելատինի հատկություններից մի փոքր ասեմ, չի սիրում, որ այսպես անմիջապես եռման հյութի մեջ լցնել և սկսել գործողությունները կատարել, քանի որ երբ որ ժելատինը հասունացած լցնում ենք եռման հյութի մեջ, իր հատկությունը կորցնում է իր առանցքականությունը և ամբողջ իմաստը կորչում է այդ ժամանակ։ Դրա համար համբերատար սպասում ենք, մինչև որ հովանա, գոլից մի քիչ տաք, արդեն կարող ենք լցնել, խառնել և սկսել հավաքել ժելե տորթը։ Ինձ մոտ այդ ամենը հիմա սպասողական վիճակներում է և կարող եմ մի փոքր ձեր հետ զրուցել, քանի որ տաթևս ուշտեղ կհասնի, իմաստ չունի, որ ձկի խաշլամա պատրաստեմ և վաղը կպատրաստեմ։ Նաև կարմիր բազուկով աղցանը ամեն ինչ կպատրաստեմ և վաղը կհավաքեմ, ամեն պարագաները կա, մնում է իրար հավաքեմ, դա էլ վաղը կպատրաստեմ։ Եվ սիրելի հետևորդներ ջան, պատրաստման ընթացքով հիմա էլ չեմ միանա ձեզ, քանի որ ժելե տորթի հավաքելու պատրաստման ընթացքը շատ երկար է տևում, ընդմիջումներով, սպասելով, որ ամեն մի շերտը սառչի սառնանում և այդպես հավաքում ենք։ Առավոտյան պատրաստի վիճակով կմիանամ ձեզ և մնացածն էլ արդեն այդ բարի լույսի հետ կասեմ, թե ինչպես են շարունակելու մեր օրը մայր ու աղջիկ։ Հիմա բարի գիշեր բոլորիդ։ Բարի լույս, սիրելի հետևորդներ ջան, այս համողությունը տեսնելով, թող բոլորիս օրը քաղցրությունով լցվի, արդեն հավաքել եմ ժելե տորթը, սա շրջելուց հետո ներքևի մասն է ընկնում, ավելացրել եմ նոր անանաս և ամփուշ մոշ, մի քիչ էլ ելակ եմ շարել կողքերով, կարմիր բազուկն եմ մաքրել և պատրաստվում եմ այս գործերը առաջ տանել։ Եղանակը անպամած է, դրա համար իմ պատկերասրահից չասեցի իմ բարի լույսը և արագացնեմ, քանի որ տեղ ենք գնալու, հյուր ենք գնալու։ Ջան, հաջողությունով հանեցի այս կաղապարից, սիրելի հետևորդներ ջան, գոլորշու վրա մի քանի րոպե պահում եմ, ոչ շատ, և արագի մեջ շրջում եմ ափսեի մեջ։ Տանեմ թողնեմ սառնարան, մի քիչ էլ սառի և զբաղվեմ բազուկի սալաթը պատրաստելով։
արդեն սկսել եմ կարմիր բազուկը պատրաստել, շատ մուգագույնը և քաղցրել։ Քերիչով անց եմ կացնելու և խառնելու եմ հատիկ նուռը, անկույս, կանաչի, սմետան և մայոնեզ։ Չմոռանալով 3 ատամիկ սխտորել քերել։ Հնարավորինս այնպես պետք է քերել, որ երկարությունով լինի։ Գիտեք, որ եթե շատ ենք սեղմում, փշրվում է։ Քանի որ գործերը շատ են, շուտ եմ արթնացել, կենդանիներիս հասցրել եմ կերակրել, կոֆեն էլ տաթևիս հետ կվայել եմ ու արդեն կգնանք դուր։ Հույս ունեմ եղանակը այդպես որ մռայլ է, ամպերն իջել են, կբացվի օրվա մեջ ու անձրև չի գա, քանի որ պետք է գնանք Սուրբ Սարգիս մատուռը, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա ուզում եմ նորից խոսքս կարճ կապել, որպեսզի կարողանամ օրվա ընթացքում նկարահանումներ անել դրսից և իմ բարեկամի տնից։ Դապլայն անելու իրենք, դրա համար ենք գնում, որից հետո խոզուկ են մորթելու մի խոսքով, այսօր լավ օր է բոլորիս համար։ Տեսնում եք ինչքան մուգ է։ Միշտ չէ, որ այսպիսի բազուկ ենք, չէ, ձեռք բերում, երբեմն դրսից կարմիր մուգ է, բայց ներսից սպիտակ գծեր է ունենում ու սա լավ տեսակն է։ Կարող եմ այսքանը թողնել և մի պահ այս պահով ձեզ հավեսի բերել, ընտիր։ Այսպես։ Շատ լավ է քերել։ Նույն ձևով շարունակելու եմ քերել, սիրելի հետևորդներ ջան, և ավելացնելու եմ մահանուռը, սխտորի ատամիկները, անկույզը, որը պետք է մանրացնեմ, Մարիաննա թթվասեր, Սվաբոդա ֆիրմայի մայոնեզ և մի քիչ էլ համը, չմոռանալով մի պտղոնց աղանել։ Ճիշտ է, սա մի քիչ քաղցր սալաթ է, բայց աղը երբեք ավելորդ չէ։ Այսպես։ Անկույզը մանրացնեմ։ Այսքանը շատ կլինի, այսքանի համար, սիրելի հետևորդներ ջան, կեսն եմ մանրացնելու։ Այսպես։ Քանի որ տաթևը շատ ուշ է կավտում, ուզում եմ, որ մի քիչ հանգիստ քնի։ Դրա համար էլ կամաց եմ խոսում, խոհանոցի դուռը փակել եմ, որ ոչ մի շշուկ չգնա այն կամը։ Այսպես, երբ պտտում։ Դե գիտեք, որ սկզբից կամաց պտույտներով։ Չեմ ուզում աղմուկի, ձեռքս վերցնեմ, ձեռքիս պտտեմ։ Այսպես։ Չեմ էլ ուզում շատ փշրվի, ոնց որ թե երեք այսքանը, ընտիր, անջպտում եմ լորը, լուսանքից, այսքան,
Ընտիր։ Սա էլ է պատրաստ։ Մի պահ ուզեցի, որ սրտորն էլ սրա հետ խառնել, բայց չուզեցի թացը չորին խառնել։ Եվ նա էլ դանակով կմանրացնեմ։ Մի քանի հատ խոշոր մնացել է, սա կհանեմ։ Եվ արդեն մնացած է լավ տեսքով է սրելիներս։ Այսքանն է, այստեղ չեմ միախառնելու, հիմա առայժմ պատրաստում եմ, որ վերջում խառնեմ։ Կանաչին մաքրելուց հետո ուզում եմ ցույց տալ, թե այսքանին ինչքան համեմ է պետք։ Նայեք ճաշակի հարցեր, սիրելի հետևորդներ ջան, ես համեմ շատ եմ սիրում և կանաչիները սիրում եմ, թե սալատների մեջ շատ լինի և թե ճաշերի։ Ամենալավերն եմ ուզում վերցնել, այսպես, այս հասցոխերը պետք չէ այստեղ, սա ճաշերի համար է լավ։ Նաև ասեմ, որ այս հաստ մասերը չեմ լցնելու, հնարավորինս տերևային մասերն եմ մաքրելու։ Սա էլ մաքրեմ ու արդեն սկսեմ բոլորը միացնել իրար։ Եվ այնպես ստացվեց, սիրելի հետևորդներ ջան, որ ամբողջ փունջը տերևների հատվածը վերցնում եմ, իսկ ներքևի մասը կպահեմ ճաշերի համար և մանրացնել։ Հնարավորինս մանր։ Դե իմ մանր կտրելը լավ գիտեք, սիրելի հետևորդներ ջան, որ ձեռքս սովոր է խոշոր կտրելու, սակայն չի խանգարում։ Հենց որ միախառնվում է ամեն ինչի հետ, ինքը փոքրանում է։ Այսպես։ Քանի որ հյուր ենք գնալու մեր լավ բարեկամի տուն, դատարկ ձեռքով չեմ գնալու, սիրելի հետևորդներ ջան։ Այս սալաթից էլ կվերցնեմ, իշխանցուկ էլ կվերցնեմ։ Բարեկամությունը այդպիսին է լինում։ Սիրելի հետևորդներ ջան, իմ ամենասիրելի պահն է եկել և միացնում եմ իրար այս համով բաները։ Այսպես։ Առատում կույս։ Եվ սխտորը այստեղ կմանրացնեմ, դարում արդեն սա էլ տեղավորել, սխտորները այստեղ, ջան, քիչ կանաչի, այսպես, ընտիր, այս պոչերը չեմ լցնում, սիրելի հետևորդներ ջան, ապա այսպես, միած սրանք իրար եմ խառնում, որից հետո արդեն թթվասերը և մայոնեզը, սիրուն, քան չեմ մոռացել, մեկ պտղուն ծաղ, աղն այս երկրի համը, սիրելի հետևորդներ ջան, շատ սիրուն է, կարա շատ սիրելի հետևորդներ ջան և կարելի է միշտ սառնարանում ունենալ։ Այսպես։
Մինչև սրանք համերը իրար կխառնվեն, ես սխտորը կփոքրացնեմ, կջարդեմ։ Այսպես, միգուցե, այսպես։ Շտապելուց, ինչպես է ստացվում, չէ։ Սա է մի պահես կա, որ իմ աշխատանքներին չխանգարի։ Ընդհանրապես, երբ որ մենք նպատակ ենք դնում գնալ սրբավայր, տապլա անելու, մատաղ անելու, սիրելի հետևորդներ ջան, տապլանել նույն մատաղն է, բայց աքլոր ենք տանում, ու պետք է առավոտյան շատ շուտ գնանք, դրա համար էլ շտապում եմ, գործս անեմ և արդեն արակի մեջ։ Քանի որ 3 հատ է, դրա համար եմ մի քիչ զգուշ մոտենում։ Տեսնենք ստացվեց այս 3 հատը ջարդել։ Օ, այո։ Հնարավորինս մանր։ Հրաշալի։ Անչափ հրաշալի։ Այսպես։ Դանակով իջեցնեմ։ Նաև ասեմ, որ այս բազուկով սալաթը հենց սխտորն է ավելի գրավիչ դարձնում, քանի որ սխտորը ինքը բուրող հատկություն ունի, իր հետ վերցնելով այս ամեն ինչի բույրը տարածում է։ Սրանով հետո կզբաղվեմ, սիրելի հետևորդներ ջան, միացել խառնեմ։ Պետք է լավ խառնել, որ մի տեղ չմնա։ Մայոնեզ, հա։ Այսպես։ Ամբողջը լցնում եմ։ Բայց թթվասերը կիսով չափ եմ լցնելու։ Այսպես սեղմում եմ, որ լավ իջնի, քանի որ ինքը շատ համեղ է։ Սա էլ մի կան։ Թթվասերի կեսը։ Սա իմսի մճկան կմաքրի և այստեղ մեծ կտոր չեմ վերցրել և փոքր կտորով ոչինչ։ Չմոռանալով վերջում կողքերը հավաքել, հաջորդ օգտագործելու համար հաճելի լինի։ Այսպես, սա իմ կողմից պահին։ Եվ ավելի համեղացնել։
Սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ նաև պաղպաղակի ամաններն են միշտ պաղում, այս հենց դեպքերում պետք է գալի, լցրել եմ, որ բարեկամիս տանը հյուրասիրություն անեմ, ահա, այսպես, ձուկը, այսպես, ես իմ պատրաստությունները մինչև տեսալ, տաթևս էլ արթնացել և արագի մեջ պետք է դուրս գանք, քանի որ պիտի գնանք սրբի դուռը, սիրելի հետևորդներ ջան, և պետք է շուտ գնալ, ահա, այսպես, տեղավորեմ, հնարավորինս, ընտիր, ահա, այա, գալիս եմ տաթև ջան, շատ բարի, դե սիրելի հետևորդներ ջան, սպասավորություններն էլ տամ և արդեն մենք դուրս կգանք, շնորհակալություն, որ այս ընթացքում եղաք իմ զրուցակիցը, 3 հատը կվերցնեմ, մեկն էլ կպահեմ ինձ, այս ինձ, այսօր քեֆ անելու օրա, գնացինք, համովությունները դասավորել եմ այստեղ ժելետորթն է, սիրելի հետևորդներ ջան, ահա, այսպես եմ տանում իր կաղապարով, որ ճանապարհին լավ գնա և իմ բարեկամների տանն ենք կտրելու, վերցրել եմ նաև այս նռանգինին, քանի որ ասեցի չէ, որ լավ ու կարևոր օր է այսօր, դե դուրս ենք գալի։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն բարեկամիս տանն ենք և սրճելու համար կտրում ենք ժելետորթը, միասին վայելելու համար, ուզեցի, որ ձեզ միանալ, տեսնեք, թե ինչքան ընտիր է ներսը, ձեզ էլ հավեսի բերել, դուք էլ միշտ պատրաստեք և համ ձեր տանը վայելեք, համ էլ հյուր գնացեք, ուրախացրեք ձեր բարեկամներին, ահա, սիրելի հետևորդներ ջան, տեսակ, որ առավոտը հանեցի, սա դեռևս պիտի սառնանում մնար, ամեն դեպքում դոնդողը լավ ամրացվել է, և արդեն հյուրասիրությունը սկսվում է,